Բարև ձեզ Տաթև ջան, Բարև ձեզ Լիլիթ ջան։ ուզում եմ ձեզ մի քանի հարց ուղղել կապված մեր տված գիտելիքների հետ։ Նախ, երբ ինչ պայմաններում ծանոթացաք այս ինֆորմացիային, արդյոք կիրառել եք մեր տված գիտելիքները ձեր կյանքում եւ եթե այո, ինչ արդյունքներ ունեք, թե ոչ։ Խնդրում եմ պատասխանել։ Նախ ասեմ, որ ծանոթ էի այս գիտելիքներին ոչ թե ձեր միջոցով, այլ այնպիսի տպավորություն էր ավելի ճիշտ, որ դա արդեն իսկ ես գիտեմ։ Ես հիշում եմ, ես սկսում եմ վերապրել, վերարտադրել իմ մեջ իմ նախկինների, իմ հնագույն արմատների, հայեցիության, ուժեղության հայի, նրա գիտելիքների տիրապետման ու առհասարակ այս ինֆորմացիան այնպիսի տպավորություն էր, որ ես արդեն ծանոթ եմ ու ինչ-որ քնից արթնացել եմ ու սկսում եմ հիշել։ Երազը ոնց ենք տեսնում եւ սկսում պատմել, վերարտադրել։ Այնպիսի տպավորություն էր ինձ մոտ։ Ու իմ խորին համոզմամբ այնինչ մեր հետ կատարվում է այսօր առհասարակ հայ ժողովրդի կյանքում, սա պատահական չէ։ Ես կարծում եմ, որ մենք մեր արմատներից, մեր ինքնությունից, մեր գիտելիքներից չափազանց հեռացանք, ոչ թե հեռացանք, այլ առհասարակ մոռացության կորցրեցինք մեր այն գիտելիքները, այն ինֆորմացիան, տիեզերական գաղտնիքները, որին բնականաբար շատ հեռու եմ ինքս անձամբ գիտելիքների առումով։ Սա մի հիշողություն է, մի միավորում, ասեմ, տիեզերքի հետ, երկնքի ու երկրի, թող բառերս չափազանց չթվան, բայց այո, մենք կարծես թե սկսում ենք վերադառնալ մեր արմատներին, մեր ինքնությանը։ Սա մի բառ ունի, մի խոսք կա սրա մեջ՝ գիտություն։ Կուզեի այնուամենայնիվ նշեք, ինչպիսի դրսևորում է կոնկրետ ձեր կյանքում ունեցել այս գիտելիքների կիրառումը։ Մենք այս ընթացքում ինչ ձեզնից ստացա Գոհարից, քեզանից եւ հարգարժան Ռուբեն Գրիգորյանից, եւս մի անգամ փաստում է, որ մենք պետք է ամուր կառչենք այս գիտելիքներից, սկսենք կարդալ, գիտակցել, վերլուծել, կիրառել մեր կյանքում, ինչպես նշեցիք, հասկանանք, թե ինչի է այն, ինչ մեր հետ կատարվում։ Հանգեցի այն եզրակացության, որ մենք ենք մեղավոր, միայն մենք։